Ես կարծում եմ, որ պետությունը պարտավոր է արձագանքել գյուղացիներին, եթե անհրաժեշտ է, ռուսների ուզածը պետությունը ասում է, տվեք ձեր պետությունը, որ կարողանամ ծիրան թույլ տամ դուք ծիրան ծախեք, թույլ տամ որ դուք ծաղիկ ծախեք, թույլ տամ որ ջերմուկ ծախեք, այսինքն դուք ձեզ թվում է մենք կարող ենք ծիրանի դիմաց, ծիրան ծախելու դիմաց մենք պետություն տանք եւ գյուղացին կարծում եք, որ այդքան չի հասկանում։ Ես ասեցի գյուղացին կարծում եմ, որ մենք պիտի գյուղացիների հետ խոսենք եւ եթե անհրաժեշտ է պետք է փոխհատուցել իրենց վնասները։ Որտեղից պետությունը պիտի վնասները փոխհատուցի, բայց մենք պետություն չունենք տալու, որտեղ Ռուսաստանի ուզածը պետությունը շնչելու դիմաց։ Իրականում այդ ծիրանը պատրվակ է։ Եվ սա կարծում եմ մենք պիտի այլընտրանքներ փնտրենք, հենց այլընտրանքները գտնվեն թե Լարսին, թե ծիրանի վաճառքին։ Ես դրա համար եմ ասում, մենք պիտի վրացական եւ մոլդովական փորձը արագ յուրացնելով առանձին ապրանքատեսակների, այդ թվում նաեւ մրգերի, բանջարեղենի համար պիտի արտոնյալ մաքսային ռեժիմ խնդրենք եվրոպացիներից եւ արագ կարող ենք արևելյան Եվրոպայի ցանկացած երկիր կարող ենք ուղարկել եւ վստահ եղեք մեծ պահանջարկ կունենա, այդպես էլ կբացվի շուկան։ Գազի վերաբերյալ ես կարծում եմ զուգահեռ եվրոպացիների հետ այդ քննարկմանը պետքա արագ ինտենսիվացնել թուրքմենական գազը Իրանի տարածքով swap համակարգով ստանալու հեռանկարը, ինչը գիտեմ որ նաև քննարկվել է, բանակցվել է, պետքա ուրեմն այդ այլընտրանքային տարբերակները քննարկել, եթե իրենք թանկացնում են, արդեն բարձրագույն իշխանության կողմից հայտարարվել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կդնենք մեր դուրս գալու հարց չեն դնում։ Չէ, այդպիսի հայտարարություն է հարաբերությունների հարց։ Այդպիսի հարց, եթե գազը կթանկացնեն, մենք պիտի այդպիսի հարց դնենք։